Ողջույն բոլորին, այսօր մենք գտնվում ենք Բաթումի բուսաբանական այգում։ Այգին բավականին մեծ է, ամբողջ տարածքը կազմում է 113 հեկտար։ Այստեղ են գտնվում աշխարհի տարբեր կետերից բերված բույսեր և ծառատեսակներ։ Իհարկե, Սև ծովը և այս գեղեցիկ բուսականությունը կարելի էր վայելել այս զիփլայնից։ Սակայն մենք չդիմեցինք այդ քայլին, քանի որ այն վնասված էր և մարդիկ գալիս էին ու ճանապարհի կեսից կանգ էին առնում, աշխատողները ստիպված գնում էին և նրանց ետ բերում։ Այդ պատճառով որոշեցինք ռիսկի չդիմել ու շարունակեցինք վայելել այս գեղեցկությունը, պարզապես բոսնելով հենց բուսաբանական այգով։ Ի դեպ, այգին համարվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանի ամենամեծ այգիներից մեկը։ Այն այնքան մեծ էր, որ մեզ անգամ քարտեզ էին տվել, ինչպես նաև այգում կային տարբեր ցուցանակներ և ուղեցույցներ։ Մենք նախընտրել էինք զբոսնել այգու եզրային հատվածով, որտեղից երևում էր նաև Սև ծովը։ Ի դեպ, այգին մարդաշատ էր և մենք գրեթե կես ժամ սպասել ենք, որպեսզի կարողանանք այգի մոտ գործել։ Այգին գեղեցկացնում էին գարտեզիաները, նույն ինքը դրախտավարդերը։ Նշեմ նաև, որ մի քանի մետրը մեկ կար հանգստանալու հատված և այդ հատվածներից մեկում մենք վերջապես կարողացանք տեսնել այս գնացքը, որը ամեն տեղ երևում էր իր ռելսերը, բայց այդպես էլ գնացքը չէին կարողացել տեսնել և ահա մենք վերջապես այն տեսանք։ Կային նաև բաց փոքր ավտոբուսներ, որոնցով դուք կարող էիք հեշտացնել ձեր ճանապարհը։ Այստեղ չկային սննդի կետեր, հավանաբար այգին մաքուր պահելու համար, իսկ մենք արդեն սոված էինք և ցանկանում էինք ետ վերադառնալ։ Այգին ուներ մի քանի մուտքեր և ելքեր, և մենք ուզում էինք գտնեինք հենց այն ելքը, որը տանում է դեպի ծովափ, քանի որ պատրաստվել էինք նաև լողալու համար, բայց կյանքը մեզ համար այլ պլաններ ուներ և մենք հայտնվեցինք բամբուկների աշխարհում։ Իրականում մոլորվել էինք, սակայն լավն այն է, որ մեզ հետ կային ևս մի քանի հայեր, որոնց հետ կարողացանք դուրս գալ և նույն ճանապարհով ոնց եկել էինք, ետ վերադարձանք, արդեն գտնվում ենք հենց մուտքի մոտ, նստել ենք և պատվերը իրականացրել ենք, սպասում ենք մեր պատվերին, ասեմ, որ այստեղ սպասարկումը շատ վատ էր, սակայն այն, ինչ մենք փորձեցինք, ուղղակի հրաշալի էր։ Անմահական վրացական խաչապուրի։ Սա հենց այն սոուսով ուտեստն է, որը մենք ենթադրաբար պատվիրել էինք նախորդ օր ռեստորանում, սակայն պարզվել էր ճաշը, իսկ այս անգամ մենք արդեն պատվերը ճիշտ էինք կատարել և փորձեցինք այդ անմահական ուտեստը։ Եթե չեք դիտել նախորդ վիդեոները, ապա սա նշան է, որ դուք անպայման դիտեք դրանք։ Իսկ մեր հաջորդ կանգառը Բաթումի մոլն է։ Քանի որ սա մեր Բաթումիում գտնվելու նախավերջին օրն էր, եկել էինք նվերներ գնելու։ Սակայն ես այդպես էլ ոչինչ չգնեցի, քանի որ ինձ բացարձակապես ոչինչ դուր չէր գալիս։ Ձևավորումները ծովային թեմատիկայով էին և ինձ շատ էին դուր եկել։ Եթե լրիվ անկեղծ լինեմ, ես մի փոքր տրամադրություն չունեի, քանի որ մեր պլանների մեջ մտնում էր անպայման ծով գնալ և լողալ, բայց այդպես էլ չստացվեց և ես տխրել էի։ Մի քանի ժամ էլ էստեղ անցկացրեցինք և վերջապես դուրս եկանք դեպի ծով։ Ես այնքան տխուր էի, որ ոչ ոքի հետ խոսելու ցանկություն չունեի։ Մի փոքր անց գնահատեցի հենց այդ պահը, որ ինձ տրված էր և որոշեցի հենց ափին փոխվել ու մտնել ջուրը։ Ասեմ, որ իմ անցկացրած բոլոր ծովային հանգիստներից հենց այս պահն է, որ մնացել է իմ հոգու ու իմ սրտի մեջ՝ մայրամուտը, ծովը ու ես։ Համար վերադառնալիս որոշեցի, որ անպայման պետք է փորձեմ այս սառույցը, որին այդքան կարոտել էի, և նկատեցի վերջապես կրակներով շոու։ Իրականում Բաթումիում լինելու հենց առաջին օրվանից ես սպասում էի նման շոուների և ելույթների և ոչ միտեղ չէի հանդիպում։ Բանն այն է, որ թե Անապայում, թե Ատլերում, Սոչիում և թե Եգիպտոսում ես միշտ տեսել եմ այս շոուները և այստեղ, այս ծովային հանգստի ժամանակ դեռ չէի հանդիպել։ Ճիշտ է, սա շատ անգամ ներզիջում է այն շոուներին, որոնք ես տեսել եմ, բայց միևնույն է շատ գեղեցիկ է։ Իսկ մենք գնում ենք հիմա համար, որպեսզի պատրաստվենք և դուրս գանք զբոսնելու և սրճելու։ Սա իմ լուքն է այսօրվա երեկոյի համար։ Մենք արդեն դուրս ենք եկել և որոշել ենք այս անգամ շատ հեռու չգնալ և տարածքում գտնվող սրճարաններից որևէ մեկը մտնել։
Իրականում այս վիդեոն նկարելուց ցանկանում էի ցույց տալ, թե ինչքան շատ մարդ կա դրսում, եւ միայն մի քանի օր անց եմ տեսել, որ տղաներից մեկը փաստորեն ձեռքով ինչ-որ նշան է արել։ Իրականում դրանից հետո բոլոր վիդեոները շատ մանրակրկիտ եմ նայել, որ նման հետաքրքիր դեպքերը հանկարծ բաց չթողնեմ։ Փաստորեն այս ժամերին ազատ սրճարան գտնելը խնդիր էր։ Մի քանի տեղ փորձեր անելուց հետո հասկացանք, որ բոլոր տեղերը զբաղված են։ 10-15 րոպե փնտրելուց հետո հազիվ գտանք։ Իրականում շատ գեղեցիկ ռեստորան էր, շատ դիզայներական, մտածված եւ վերջում կտեսնեք նրա տեսքը դրսից, նա ճարտարապետությունը ուղղակի բոմբաստիկ է։ Իհարկե մենք ընտրել էինք տերասայում սրճելու տարբերակը։ Տեսնեք արդեն մեր տերամիսուն են կտրում, այսպես գեղեցիկ բերել էին եւ մեր առաջ բոլորը կտրատում էին եւ մեզ հյուրասիրում։ Պատվիրված ըմպելիքները եւս ճուշացան։ Ես ելակի ու շարակով միլքշեյք էի պատվիրել։ Իսկ այս գեղեցիկ երիտասարդը ինձ հիշեցնում է ինչ-որ մի տերասանի, որին այդպես է չեմ կարողանում մտաբերել։ Եթե դուք նմանեցնում եք ինչ-որ մեկին, գրեք կոմենտներում։ Իմ տերամիսուն եւս ժամանեց։ Իրականում ռեստորանի ներսում տարբեր առիթներ էր նշվում եւ ներսում բավականին մեծ աղմուկ էր, իսկ մարդիկ դուրս էին գալիս դրսում տերասայում ծխելու։ Միակ մինուսը դա էր, որ մեզ անհանգստացնում էր։ Սա ռեստորանի առաջին հարկն է, որտեղ տարբեր արձաններ, լուսատուներ, խմիչքներ էին։ Հիմա կտեսնեք ամենամեծ արձաններից մեկը հատակին, ուղղակի շատ գեղեցիկ էր ձևավորված եւ նյութերը եւ հատակի ձևավորումը, պատերը շատ թանկարժեք ռեստորան էր։ Իսկ սա ճարտարապետությունը։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մինչ նոր հանդիպում։